Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների, հավասար է 0% տոկոսադրույք։ Մանրամասները idealsystem.am։ Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում կրկին կիրակնօրյա լրատվական վերլուծականն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Անցած շաբաթվա ընթացքում կարևոր իրադարձություններ տեղի ունեցան Թուրքիայում եւ Թուրքիայի շուրջ։ Նախ Թուրքիա այցելեցին հաջորդաբար Բրիտանիայի վարչապետ Քիր Ստարմերը, այնուհետև Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Եվ համապատասխանաբար 20 եւ 40 ինքնաթիռ կործանիչ ինքնաթիռ Եվրոֆայտեր Տայֆուն տիպի վաճառքի մասին համաձայնություն կնքվեց։ Սակայն Թուրքիայում միանշանակ չեն գնահատում այս ամենը, թուրքական մամուլը գրում է այն մասին, որ եվրոպացիները շարունակում են մեզ զենքը տալ, կանգնացնել դռանը, որպեսզի մենք այդ դուռը հսկենք այն սպառնալիքներից, որոնք իրենք են համարում, բայց ներս չթողնել։ Ահա այսպիսի որոշակի ֆրուստրացիա կա թուրքական իստեբլիշմենտում։ Բայց դրա հետ մեկտեղ էլ նաև Մերցը եւ Էրդողանն արձանագրեցին ֆունդամենտալ տարաձայնություն կապված Գազայի հետ։ Եվ Մերցն էլ որևէ որոշակի պատասխան չտվեց Թուրքիային, թե ինչ է լինելու Թուրքիայի Եվրամիությանն անդամակցելու հեռանկարի հետ։ Այսպես ասաց, որ ճանապարհը պետք է շարունակել։ Ինչքան ուր, ինչ տևողությամբ Թուրքիան տասնամյակներ մնացել է թեկնածուի կարգավիճակում, սակայն 35 կոպենհագենյան չափանիշներից մենակ 1.5-ն էր այն այսպես ազատական ժամանակներում կարելի համարել կատարված, դե հիմա էլ այդ 1.5-ից էլ ինչ է մնացել նույնպես մեծ հարցական է, որովհետև Թուրքիան Եվրոպայում համարվում է ուղղակի լրագրողների մի մեծ բանդ եւ այլ բան չի մնում, քան ուղղակի ռեալ պոլիտիկից ելնելով Թուրքիայի հետ կառուցել հարաբերություններ։ Այս ամենը մեզ համար միայն ակադեմիական հետաքրքրություն չի ներկայացնում, որովհետև Հայաստանի եվրոպական հեռանկարները նաև զգալի չափով կապված են նրա հետ, թե Թուրքիան Եվրոպայի հետ ինչ հարաբերություններ կունենա, Միացյալ Նահանգների հետ, ընդհանրապես Արևմուտքի հետ ինչ հարաբերություններ կունենա եւ որքանով նա զբաղված կլինի Արևմուտքում, որպեսզի չգա չշրջվի մեր վրա եւ ոչ մի դեպքում չստացվի այնպես, որ Ռուսաստանի հետ գնա գործարքի, որովհետեւ այդ գործարքը լինում է սովորաբար մեր տարածաշրջանի հաշվին։ Միևնույն ժամանակ Ալիևի եւ Փաշինյանի ընդառաջ փոխադարձաբար ընդառաջ արած քայլերի հետ կապված Անկարան շարունակում է համառորեն լռել։ Փորձենք հասկանալ եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար տեսակապով մեր հյուրը թուրքագետ, Թուրքիայի քաղաքականության հարցերով փորձագետ Նելլի Մինասյանն է։ Բարև ձեզ Տիկին Մինասյան, ուրախ եմ ձեզ տեսնել, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Եվ Տիկին Մինասյան ուշի ուշով հետևում եք այս զարգացումներին, իրադարձություններին Թուրքիայում, Թուրքիայի շուրջ։ Ինչ ունենք չոր մնացորդում, սկսենք նախ մեր տարածաշրջանի դիտանկյունից նայել այս ամենին, Ալիևը հայտարարում է, որ հանում է տարանցման սահմանափակումները, նույնանման հայտարարությամբ հանդես է գալիս Նիկոլ Փաշինյանը, ընդ որում Փաշինյանի առաջարկում ներառվում է նաև Թուրքիան, այսինքն երկկողմ Թուրքիայից Ադրբեջան, Ադրբեջանից Թուրքիա, տարանցում է Հայաստանը, հայտարարում բաց եւ երկկողմանի, նույնիսկ ուղին է նշում, հա, Մարգարայից Գորիս, բայց Անկարայից լռություն է։ Ինչի մասին է այս լռությունը։ Համեցեք։ Նախ ես կարծում եմ, որ իրականում
ինչ որ գործընթացներ տեղի են ունենում Հայաստանի եւ Թուրքիայի միջև։ Եվ ըստ էության կրկին այն կարծիքի եմ, որ կարելի է սպասել որոշակի, այսպես քայլերի։ Իհարկե չեմ կարծում, որ դա առաջին փուլով կլինի սահմանների բացում կամ ավելի շուտ կլինի սահմանափակ սահմանների բացում, բայց ոչ դիվանագիտական հարաբերությունների ամբողջական հաստատում։ Ես ավելի շատ կբացատրեմ երկու տեսանկյունից։ Նախ առաջինը Ադրբեջանի քաղաքականության հետ կապված։ Ես բազմիցս նշել եմ, որ մեր կոնկրետ մեր տարածաշրջանի եւ կոնկրետ մեծ հետ կապված Թուրքիան եւ Ադրբեջանը իրենց քաղաքականությունը ներդաշնակեցրել են եւ այս առումով նրանք ըստ էության ընդհանուր խնդիրների շրջանակներում են գործում եւ ճիշտ է մենք այստեղ նկատում ենք Ադրբեջանի կողմից որոշակի այսպես քայլեր, մասնավորապես փաստացի եթե Ալիևի հայտարարությունը գործնականում իրականացվի եւ եթե առաջիկայում իսկապես ուրեմն ղազախական ցորենը հասնի Հայաստան, ապա ըստ էության փաստացի կարող ենք արձանագրել, որ այս հատվածով Հայաստանի շրջափակումը վերանում է։ Իհարկե հետագայում կարող են լինել սցենարներ, բայց այս պահի դրությամբ այսպես կարող են գնահատել։ Բայց ամբողջական ուրեմն ապաշրջափակման համար հարկավոր է նաև Թուրքիայի դիրքորոշումը։ Եթե Ադրբեջանի հետ ինչ որ քայլեր կարող են տեղի ունենալ եւ դա կարող է հանգեցնել ինչ որ փոքր հաջողությունների կամ եթե չհանգեցներ կողմերը կրկին շարունակեն միմյանց մեղադրել, այսինքն Հայաստանի, Ադրբեջանի, ուրեմն ապա կարծում եմ Թուրքիայի հետ այդպես չէ, այդպես հեշտ չի, որովհետև Թուրքիան եթե գնաց միանգամից հարաբերությունների հաստատման եւ սահմանի բացման, ապա սա վերջնական է։ Եվ ըստ էության դրա համար էլ խնդիրը նաեւ բարդություն է ներկայացնում իրենից, որովհետև սահմանի բացվել այլևս կնշանակի սահմանի բացվել։ Այդ չեմ կարծում, որ Թուրքիան ինչ որ կօգտագործի ինչ որ խնդիրներ, այդ թվում նաև Ադրբեջանի գործոնը սահմանը կրկին փակելու համար։ Տիկին Մինասյան, Թուրքիայի, այսպես ասենք, քաղաքական ռեսուրսը մեծավ մասամբ կենտրոնացած է Մերձավոր Արևելքի այդ ճգնաժամի հաղթահարման մեջ Թուրքիայի դերի ապահովմանը, հա։ Եվ այստեղ Թուրքիայի եւ Արևմուտքի, իսկ ավելի ճիշտ Թուրքիայի եւ Եվրոպայի տարաձայնությունները հաղթահարված չեն ըստ էության։ Նաեւ կարող ենք ասել այսպես ոչ բացահայտ, բայց որոշակի սառնություն կա նաև Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների միջև, դե իսկ Իսրայելի հետ մենք տեսնում ենք անտագոնիզմ, ուղղակի Թուրքիան ձգտում է Գազայում ռազմական ներկայություն ապահովել, ինչը կատեգորիկ կերպով մերժվում է Իսրայելի կողմից, Իսրայելն էլ այսպես առաջարկով է հանդես գալիս, որ կարող է եւ ադրբեջանական զորքեր այնտեղ լինել, բայց Ադրբեջանն էլ, ասենք, այս գաղափարից փախչում է ինչպես սատանան խնկի ծխից, հա։ Այսինքն ասում են, չէ, մինչև ՄԱԿ-ի մանդատ չլինի, չեմ գա, ՄԱԿ-ի մանդատ էլ պարզ է, չէ՞ որ չի լինի։ Ինչ ենք տեսնում այստեղ։ Իրականում ես կասեի, որ Էրդողանի իշխանության, մանավանդ վերջին, կարելի է նշել 2015-ից հետո, հարաբերությունները Արևմուտքի հետ ջերմ կամ սերտ կամ որևէ այսպիսի առումներով հնարավոր չի բնութագրել։ Այո, կա գործընկերային որոշակի սահմաններ։ Էրդողանը միաժամանակ Արևմուտքի այդ հարաբերություններում կարմիր գծերը չի խախտում, սա էլ պետք է նշել, եւ Արևմուտք ասելով
Էության մեջ նկատի ունենք միայն եվրոպական երկրներ, նաև Միացյալ Նահանգները, որի հետ էլ ավելի զգուշ է Թուրքիան, որտեղ վերջին տարիների նախ Թրամփի նախագահության առաջին շրջանում հարաբերությունները բավականին սառեցին, վատացան եւ դա առաջին հերթին պայմանավորված էր ռուսական հոբ համակարգերի գնմամբ, նաև Սիրիա ըստեյության մուտքով, որը որ արևմուտքի սրտով չէր, այսպես ասեմ։ Բայդենի վարչակարգի շրջանում էլ ավելի սրվեցին հարաբերությունները եւ հիմա գիտեք այսպես եթե իմ տպավորությամբ ասեմ Էրդողանը այսպես մի փոքր գիծ է կարողացել հաստատել Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների միջև ու պահում այդ գիծը, փորձում է պահել։ Եվ սրա մասին է վկայում այն, որ նա այդքան ուշ ըստ էության գնաց Թրամփի հետ համաձայնության շատ ավելի զգուշ էր, մանավանդ եթե նայում ենք նաև թուրքական վերլուծական ուրեմն դաշտը, տեսնում ենք, որ իսկապես Էրդողանը մաքսիմում այսպես զգուշավորություններ ցուցաբերում, որպեսզի ոչ միայն չստանա ինչ-որ բան ուրեմն արևմուտքից բացասական իմաստով նահանգներից, այլ նաև գոնե փորձի պահել այն ինչ դիրքերը, որ իրենք հասել են այս պահին։ Իսկ այս պահին ամենակարևորը մերձավոր արևելքն է, եւ տեսեք հենց բանակցությունների արդյունքներից էր, որ ըստ էության Թուրքիան ընդգրկվեց Գազայի հետ կապված այդ ուրեմն գործընթացներում։ Այսինքն այս պահին ամենամեծ ձեռքբերումը ըստ էության դա կարելի է համարել։ Իսկ արևմուտքի հետ եվրոպական միության հետ ավելի շուտ։ Նրանց հարաբերությունները այո, ուրեմն կարելի է ներկայացնել, որ երբեմն այո հակասություններով եւ դա տարբեր առումներով է արտացոլվում, բայց առավել կարևորը հենց Գազայի հատվածն է, երբ որ Թուրքիայում շատ ջղաձիկ էին արձագանքում այն ամենին, երբ որ եվրոպական երկրները ճանաչում էին, ուրեմն ավելի շուտ դրական էր արտահայտվում, որ ճանաչում էին Պաղեստինը, բայց միաժամանակ շատ լավ հասկանալով, որ դա փաստացի ինչ որ հիմքեր չի ձևավորելու, գետնի վրա բան չի փոխում։ Այո, հենց դա նկատի ունեմ, այո։ Եվ սա նաև Թուրքիայում, ինչպես Էրդողանին բնորոշ է, դիտում էին որպես հնարավորություն, որ իրենք ակտիվորեն ներգրավեն այս գործընթացների մեջ։ Այստեղ էլ չեմ ասում, գիտեք, տնտեսական խնդիրների մասին, որովհետև օրինակ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետ կապված Թուրքիան երկակի մի շարք սանկցիաների է ենթարկվել, որի հետ կապված իրենք անդադար բողոքում են։ Նաև շատ կարևոր է, որ եվրոպացիները ներդրումներ չեն կատարում Թուրքիայում եւ դա այն էլ Թուրքիայի այսօրվա տնտեսության համար շատ այսպես բացասական է եւ ոչ միայն եվրոպացիները նաեւ նահանգները եւ դրանով էր պայմանավորված որ Թուրքիայի ուրեմն էկոնոմիկայի նախարարը մի քանի անգամ գնաց Ամերիկա չնայած մամուլում նշված որոշակի այսպես պայմանավորվածությունների, բայց կրկին իրականում ուրեմն ներդրումներ իրենք այդպես էլ չստացան մեծ Ձեռնունայն, այո։ Ձեռնունայն, այո։ Ես ուրեմն նշեմ նաև, որ այո, Թուրքիան ցանկանում է ավելի շատ ներգրավվածություն ունենալ Գազայի հատվածում տեղ ունեցող իրադարձություններին, այստեղ ես կասեի, որ Էրդողանի գլխավոր խնդիրներից մեկը Իսրայելն է, իհարկե, այս պահին, բայց ավելի շատ քրդերը, քրդական գործոնը ըստ էության զսպելով, որովհետև միայն իր շատ մեծ ներկայությամբ դա հնարավոր կլինի։ Եվ իսրայելական կողմից եղավ հստակ մեսիջ, որ իրենք չեն համաձայնելու, որ թուրքական կոնտինգենտը մտնի Գազա, այդ խաղաղապահ, եթե խաղաղապահ իհարկե կլինի։ Ուրեմն, այսինքն կարծես թե հարցը արդեն երկրորդ, երրորդ պլան է։ Իհարկե կարծում եմ դեռ Թուրքիան որոշակի քայլեր կփորձես առումով կատարել, բայց ոչ Իսրայելը, ոչ էլ ամերիկյան կողմը ըստ էության ոգևորված չէին Թուրքիայի այս ակտիվությամբ, որ փորձեն զինված ինչ-որ թեկուզ դա լինի օրինակ խաղաղապահ ինչ-որ կոնտինգենտ։ Թեև մենք տեսնենք առաջիկայում, որտեղ նոյեմբերի 3-ին կա հանդիպում մուսուլմանական այսպես երկրների արտգործնախարարների միջև, ովքեր որ Գազայով հետաքրքրված են, եւ կարծում եմ Թուրքիան այստեղ կփորձի ստանալ մուսուլմանական երկրների աջակցությունը իրենց խնդրի հետ կապված։ Իսկ ինչ վերաբերում է Եվրոպային, որովհետեւ
Այստեղ իհարկե կարելի է շատ երկար խոսել, բայց վերջին հատ ձեր կողմից նշված ուրեմն Մեծ Բրիտանիայի վարչապետի եւ Գերմանիայի կանցլերի այցելությունները եւ այո, ըստ էության Թուրքիան ստացավ այն ինչի մասին, որ մի քանի տարի է ինչի ուղղությամբ ավելի շուտ աշխատում էր, որովհետեւ եթե, այսինքն Թուրքիան վստահ եղավ, որ իրեն F-35 կործանիչներ չեն վաճառելու Եվ դրա համար մոտ 2 տարի է շատ ակտիվ բանակցություններ սկսեց բրիտանական կողմի հետ, ուրեմն բրիտանական կործանիչները ձեռք բերելու համար, ընդ որում այդ կործանիչները Գերմանիայի հետ համատեղ են, հետևաբար Գերմանիայի համաձայնությունը նույնպես պետք եղավ, եւ փաստացի մենք տեսանք, որ այդ համաձայնությունը եղավ եւ պայմանագիրը ստորագրվել է։ Եվ Իհարկե դեռ պետք է մի փոքր ավելի վերլուծել հասկանալու համար թե դա ինչ առավելություններ կտա Թուրքիային, որովհետև ճիշտ է այդ կործանիչները եթե ձեռք բերի, այսինքն եթե ստանա այդ ինչքան որ նախատեսված է, ինքը դեռ ունի խնդիր, այստեղ հոպի խնդիրն է։ Եվ ուրեմն Այսինքն այս համատեքստում Թուրքիան դեռ այսպես անելիքներ ունի։ Իսկ վարչապետերի այցը եւ այս ամբողջը իրականում կարծում եմ կարելի է դիտարկել ավելի մեծ աշխարհաքաղաքական տեղաշարժերի այս համատեքստում, որոնք որ տեղի են ունենում եւ այս վերահսկողների։ Այսինքն Թուրքիան կրկին իմ այսպես դիտարկմամբ պետք է արևմուտքին, չնայած ես այդ մասին միշտ եմ ասել, եթե բոլոր այսպես առումներով է պետքա, թե մերձավոր արևելքի տեսանկյունից է պետք, թե Սևծովյան ավազանի ընդհանուր, որը Եվրոպայի հիմնական մտահոգությունն է։ Ինչու՞ չէ Ռուսաստան, Ուկրաինա, այս ամբողջ ուրեմն գործընթացում, պատերազմում, որը դեռ մենք չենք տեսնում ավարտվելու է, ինչ սցենար է այնտեղ հետագայում շարունակվելու։ Այսինքն եւ նաեւ իհարկե կարելի է այս ուրեմն կոմունիկացիաները դիտարկել, որոնք կրկին Եվրոպայի համար ուրեմն շատ կարևոր են։ Այսինքն Թուրքիայի այս դերի բարձրացումը ըստ էության աշխարհաքաղաքական զարգացումներով կարելի է պայմանավորել։ Տիկին Մինասյան, ձեզ որպես թուրքագետի մի հարց եմ ուզում տալ, տեսեք պատմականորեն Թուրքիան, երբ դեռ նոր էր Օսմանյան կայսրությունը ձևավորում, երբ Ստամբուլն էլ դարձավ մայրաքաղաք, իր այսպես աշխարհաքաղաքական դիրքավորումն այնպես էր, որ Եվրոպայի հետ հարաբերությունների ֆունդամենտը հետևյալն էր, հա, որ մեզանից արևելք ինչ կա չկա, այդտեղ գործ ունենալը դուք պետք է անեք մեր միջոցով։ Եվ դա էր, որ դրթեց այդ մեծ աշխարհագրական հայտնագործությունների, չգիտեմ, Հնդկաստան նոր ճանապարհ որոնումների մղեց եվրոպացի նավաստիներին ու ճանապարհորդներին, այդ պատմությունից գիտենք։ Իհարկե դրանից շատ ջրեր են հոսել, բայց Արևմուտքի հայտնվելը հարավային Կովկասում, այն էլ այսպես ներկայանալի ձևով, ասենք, որոշ հենց այն օգոստոսի 8-ի կողմերն էր մամուլը բավականին այսպես մտահոգ եւ մի քիչ էլ նյարդային արձագանքեց։ Դուք տեսնում եք այդ այսպես ասենք ինստիտուցիոնալ հիշողության եւ ներկայիս դիրքավորման միջև ինչ որ կապ, հա, մանավանդ էլ եմ ասում, Թուրքիան հիմա ինչ որ մի քիչ շատ երկար էր լռում, էլի, դուք ասում եք, հա, process ինչ որ կա, կլինեն արդյունքներ, լավ, process կա, հասկացանք, բայց մի ողջունող հայտարարություն գոնե կարելի էր անել, բայց դա էլ չի արվում։ Համեցեք։ Եթե գնանք պատմական կոնտեքստ, իրականում թուրքերը երբ որ կարողացան գրավել ուրեմն Կոստանդնուպոլիսը եւ ստեցան իրենց վերահսկողության տակ վերցրեցին նեղուցները, որտեղ առավել կարևոր էր նեղուցների խնդիրը, եւ հաստատի իրենց վերահսկողության տակ վերցրեցին
միջազգային առևտրի ամենահիմնական զարկերակը, որը որ արևելքը կապում էր արևմուտքի հետ։ Եվ իմ ջանս նշեմ աշխարհագրական հայտնագործների հետ կապված հետաքրքիր էր, որ թուրքերը Օսմանները ավելի շուտ։ Այս ժամանակաշրջանում, քանի որ իրենք հիմնականում նվաճողներ էին եւ ասանասկայական տարածքներ էին արդեն գրավել այդ ժամանակ, ընդ որում հիմնականում արևմուտքում, այսինքն հիմնականում Բալկաններում, ուրեմն նրանք այդպես պատկերացնում էին, որ իրենք ամենահզորն են եւ իրենց պետք չի զբաղվել առևտրով, դրա համար իրանք իրականում փակեցին ամբողջ այս կապը արևելքի արևմուտքի միջև եւ եվրոպացիները ստիպված եղան այո փնտրել այլ ուրեմն ճանապարհներ։ Իհարկե հետագայում կփոխվի այս բոլորը եւ Թուրքիայի աշխարհակական տեսանկյունից կարևոր այսպես քայլերից մեկը կարևոր ուրեմն առավելություններից մեկը դա հենց այս երկու նեղուցների նկատմամբ վերահսկողությունն է։ Ըստ էության Թուրքիա պետության գլխավոր աշխարհակական գիծը ուրեմն առանձնահատկությունը հենց սա է, որտեղ երբ որ մենք նայում ենք Թուրքիայի տարածքին, ինքը առանձնապես ռազմավարական խորք չունեցող պետություն է, թերակղզի է։ Այո, թերակղզի է, չնայած որ որոշ ուսումնասիրողներ այդվում թուրք օրինակ այնտեղ մի հայտնի աշխարհակականության մասնագետ կա, որը ըստ էության նաև Թուրքիայի աշխարհակական մտքի այսպես ստեղծողներից է, ձևավորողներից է, Ռամզայ Օզեյը, որը որ Թուրքիային այդպես միջնաբերդ է տալիս, որտեղ տարածաշրջանի նկատմամբ ավելի բարձր է, եւ ասում եմ, այդմ էլ կարող է իշխել, բայց երբ որ մենք հատկապես այսօրվա իրավիճակում ենք նայում, այդքան էլ այդպես չէ, որովհետև Թուրքիայի սահմանները այնպես չէ, որ անառիկ են, նույն Հունաստանի հետ Էգեան ծովի հատվածը բավականին ուրեմն խոցելի է, ուրեմն հարավ, այսինքն Սիրիայի հետ սահմանը կրկին խոցելի է եւ այլն։ Այսինքն այս մեկ կարևոր այսպես խնդիր, որը որ Թուրքիայի դերը բարձրացեց։ Իհարկե շատ երկար կարելի է խոսել տարբեր համատեքստերում քննարկել, թե Թուրքիայի կարևորությունը ինչով է արևմուտքի համար։ Հիմա եթե գանք ուղղակի մեր տարածաշրջանի վրա փորձենք այդ ֆոկուսը անել ու հասկանալ այսօր ինչ է հնարավոր։ Նախ ակնհայտորեն վերջին շրջանում մենք տեսնում ենք արևմուտքի հետաքրքրությունը մեր տարածաշրջանի նկատմամբ։ Այսինքն եթե մենք զուգահեռներ տանենք կես դար կամ ավելի ճիշտ կլինի ասել 1920-ականներ, 20-ականների սկիզբ մինչև խորհրդայնացումը ըստ էության տարածաշրջանի, արևմուտքը ուներ որոշ հետաքրքրություններ, բայց դրանք այդպես մեծ հետաքրքրություններ չէին, հա, որտեղ իրանք անմիջապես զիջեցին ըստ էության մեր տարածաշրջանը եւ էական պայքարի մեջ չմտան ուրեմն Ռուսաստանի հետ մեր տարածաշրջանի համար։ Եվ եթե այսօրվա քաղաքականության, աշխարհակականությանն ենք ավելի շուտ նայում, մենք տեսնում ենք, որ կա որոշակի փոփոխություններ, ու իմ կարծիքով դա պայմանավորված է մեկ գլխավոր խնդրով, դա ճանապարհների խնդիրն է, այսինքն կոմունիկացիաների, ենթակառուցվածքների կառուցման խնդիրն է, որովհետև եթե անգամ 20-րդ դարի սկզբին այսպես դժվար պատկերացնելի էր, որ օրինակ Չինաստանից Եվրոպա կմիավորվեն, երկաթուղիք կառուցեն եւ այլն, այս դժվար պատկերացնելի մի երևույթ էր։ Դրա համար այդպես ավելի դասական աշխարհի բաժանում էր տեղի ունենում։ Իսկ այսօր մի փոքր իմ դիտարկմամբ խնդիրը ոնց այլ է։ Այսինքն այսօրվա տեխնոլոգիաները, այսօրվա հնարավորությունները մի փոքր թույլ են տալիս, որպեսզի, այսինքն տարածաշրջանի հետ ոչ անմիջական կապ ունեցող պետությունը տարածաշրջանում ունենա որոշակի ակտիվություն։ Եվ այս առումով Եվրոպան, որտեղ մեր տարածաշրջանը Եվրոպային մոտ է, այսինքն մեր տարածաշրջանում տեղ ունեցող երևույթները կարող են ազդել, այսինքն որոշակի հետևանքներ թողնել Եվրոպայի համար, մասնավորապես այդ հետևանքները բացասական համատեքստում պետք է դիտարկել, եւ Եվրոպան փորձում է դարձնել այդ բոլորը կառավարելի։ Առաջին հերթին սա, այսինքն անվտանգային տեսանկյունից։ Երկրորդը նոր արդեն տնտեսական եւ մնացած ուրեմն տեսանկյուններից։ Բայց մեր տարածաշրջանի աշխարհագրությունը հենց այնպիսին է, որ
Այսինքն լայն գործունեության հնարավորություն չի տալիս ըստ էության։ Հիմա տեսեք մեր հարևան Վրաստանը, որի հետ կապված ըստ էության Եվրոպական միությունը շատ մեծ աշխատանքներ արեց, բայց փաստացի այսօր չունի այն արդյունքները, ինչը որ ինքը ցանկանում էր ունենալ։ Կամ Ադրբեջանի դեպքում, որն ավելի ավտորիտար, ուրեմն համակարգով է առաջնորդվում։ Եվ Հայաստան այս երկուսի արանքում ոնց որ իրականում այսինքն այս համակարգի ռեգիոնի հետ կապված նախագիծը մենակ մի երկրով չի աշխատելու, առավել եւս Հայաստան, որովհետեւ մյուս երկու երկրներն իմ կարծիքով ավելի շատ հնարավորություններ ունեն բոլոր առումներով, հատկապես աշխարհագրական դիրքի տեսանկյունից, քան մենք։ Այսինքն մեզ համար այստեղ հնարավորություն կարող է լինել Թուրքիան, իսկ պատմական կոնտեքստը հաշվի առնելով Թուրքիան ավելի շատ կգնա, կարծում եմ դեռ առաջիկայում երկար ժամանակ ավելի շատ կգնա Հայաստանի հնարավորությունները սահմանափակելու։ Արևմուտքի հետ կապված, այսինքն եթե իսկապես արևմուտքը ինստիտուցիոնալ որոշակի համակարգերի կառուցման գնա մեր երկրում, ուրեմն տեսեք մենք պետք է ունենանք այսպես ոչ թե այսինքն կայուն կապ պետք է ունենանք մենք Եվրոպա մայրցամաքի հետ։ Իսկ որ նայում ենք քարտեզին, այդպիսի կայուն կապ հնարավոր է կամ Վրաստանով կամ Թուրքիայով։ Վրաստանով նաև ծովով։ Դե ծովով այո Վրաստանում նաև, Թուրքիայի պարագայում էլ կարող է լինել ծովով, ինչ տրապիզոն ամենահարմանն է, կամ ցամաքով, եւ այստեղ թե հետագայում ուրեմն ինստիտուցիոնալ հիմքերը, եթե այսօրվա համատեքստում նայենք, իմ կարծիքով նախ եւ առաջ կապված կլինի այն ծրագրերից, թե Եվրոպան որքան ներդրում կանի Հայաստանում ենթակառուցվածքների հետ կապված։ Եթե սա չեղավ, ինստիտուցիոնալ համակարգի մասին խոսել, այսինքն ինստիտուցիոնալ ազդեցության, որը նաև երկարատև կլինի ինչ-որ խնդիրների լուծման տեսանկյունից, կարծում եմ իրատեսական չի լինի ուղղակի։ Իսկ Թուրքիան ինչի չի արձագանքում Ադրբեջանի այս քայլերին, գոնե հայտարարության մակարդակով, կարծում եմ նրանք դեռ սպասողական են։ Հիմա տեսեք, մի քանի օր հետո լինելու է այդ Ադրբեջանի կազմակերպած միջոցառումը նոյեմբերի 8-ի հետ կապված, Էրդողանը ընդեղ է լինելու։ Սպասենք, տեսնենք, թե ինչ հայտարարություններ կանեն եւ այդ հայտարարություններից ըստ էության արդեն կկարողանանք ավելի առարկայական վերլուծություն անել, արդյոք առաջիկայում սպասել որոշակի ուրեմն գործընթացի, թեկուզ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացման, թե ոչ։ Օրինակ վարչապետը առաջարկեց եւ այո ուղի ցույց տվեց, թե ինչպես կարելի է Ադրբեջանից գնալ Թուրքիա, բայց այս դեպքում պետքա գոնե Թուրքիան սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացի, որտեղ պատկերացնելի չի հակառակ դեպքում օրինակ ադրբեջանցի վարորդը ինչպես կարող է բեռնատարը քշել անցնել Հայաստանով եւ գնալ Թուրքիա։ Տիկին Մինասյան, տեսեք Թուրքիան սպասում է, Թուրքիան շատ երկար է սպասում եւ եթե սենց փորձենք պրոյեկցել ձեր կողմից, այսպես ասենք, ներկայացված այս ալգորիթմը, ապա եզրակացությունն այն է, որ դեռ շատ երկար էլ կսպասենք մինչև Թուրքիան դուրս գա իր այդ պարադիգմից, այսպես ասենք, Հայաստանին ուժեղանալու հնարավորություն չտալը շահ համարելով, հա, այսպես ասենք։ Ինչ եք կարծում, Հայաստանն ամեն ինչ անում է դա փոխելու համար, թե դա Հայաստանից որևէ կախվածություն չունի։ Դա Թուրքիայի ներսում այդ ինքնահայեցմամբ կամ չգիտեմ, վերաիմաստավորմամբ կարող է լինել, դե կամ չլինել, հա, այսպես ասենք։ Թե այնուամենայնիվ արևմուտքի գործոնն այստեղ ուղղակի այսպես խթան կհանդիսանա, որ այդ process-ները Թուրքիայում այնուամենայնիվ տեղի ունենան,
եւ արդյունքով դա նշանավորվի, հա, այլ ոչ թե միայն մտածելով, համեցեք։ Գիտեք, իսկապես ես կդժվարանամ ասել պետքա երկար սպասել թե չէ, որովհետև այստեղ կա Թուրքիայի հետ կապված քաղաքական որոշման խնդիրն է իմ կարծիքով։ Այսինքն պետքա լինի քաղաքական որոշում եւ այս տեսանկյունից դրա համար մի քիչ դժվար է ասել թե ինչ իրավիճակում Թուրքիան կգնա այդ քաղաքական որոշման։ Գիտեք, մենք կարող ենք տարիներ սպասել Եվ կարող ենք կարճ ժամանակում ուրեմն տեսնել արդյունք։ Այսինքն այս քաղաքական որոշումից է կախված։ Ու նաև եթե դիտարկենք, որ Թուրքիայի ուրեմն քաղաքական համակարգը, այսինքն կրկին հատկապես այսօրվան ավտորիտարը որոշվում է փոքր խումբ մարդկանց կողմից, հետևաբար կարող է ինչ-որ մի պահի, որ արդեն իրենք համարեն դա այդ պահն է, այդ քաղաքական որոշումը կայացնեն։ Բացեն սահմանները, հաստատեն դիվանագիտական հարաբերություններ, բայց հետո իմ ասածը նաև վերաբերում է նրան, որ միայն փակ սահմաններով չէ, որ կարելի է ուրեմն թույլ չտալ հարևանի զարգացումը, հա, որտեղ մենք միշտ էլ այս առումով խոցելի կլինենք, ինչպես օրինակ հիմա Վրաստանի պարագայում է, չէ, այսինքն միշտ էլ խոչընդոտներ, միշտ էլ ինչ-որ խնդիրներ կարող են լինել, հատկապես Թուրքիայի կողմից, որտեղ խնդիրները չեն վերանալու ըստ էության, ոչ մի այդ նաև պատմական կոնտեքստը չի վերանալու։ Այսինքն այստեղ նաև այո, արևմուտքը կարող է դեր խաղալ, օրինակ, եթե արևմուտքը Հայաստանի հետ կապված ավելի մեծ, չգիտեմ, ուրեմն աշխատանքներ տանի, օրինակ այնտեղ ներդրումներ, տնտեսական որոշակի առավելություններ, դա այս կարող է Թուրքիայի համար որոշակի դրական ուրեմն ազդակ հանդիսանա, իմ կարծիքով առաջին հերթին զուտ տնտեսական տեսանկյունից։ Իսկ ուրեմն մյուս խնդիրները արդեն քաղաքական հարցերին է վերաբերվում, թե ինչպես կտեսնի օրվա իշխանությունը։ Ինչ վերաբերվում է Հայաստանի, ես կարծում եմ այս տարիների ընթացքում Հայաստանը արել է իր կողմից բոլոր քայլերը էության մեջ։ Հայաստանի ոչ մի իշխանություն փաստացի հակաթուրքական որ արմատական դիրքորոշում չի ունեցել։ Այսինքն Հայաստանի իշխանությունները ժամանակին անգամ ստորագրեցին Ցուրիխյան երկու արձանագրությունները։ Այսինքն այսօր էլ եթե մեր երկու երկրների միջև հաստատվի, այդ տիպի մի փաստաթղթով է հաստատվել, որովհետև դա նորմալ փաստաթուղթ է, իհարկե այնտեղ մի կետ է կարելի է քննարկել, քննադատել ավելի շուտ, դա ուրեմն ընդհանուր այդ պատմաբանների հանձնաժողովն, այո, միայն դա կարելի է մեր կողմից, բայց ընդհանուր առմամբ այդ փաստաթուղթը նորմալ միջազգային նմանատիպ բոլոր փաստաթղթերին նման փաստաթուղթ է։ Այսինքն ես կարծում եմ, որ Հայաստանը ըստ էության ամեն ինչ արել է։ Եթե օրինակ Թուրքիան սահմանի բացումը կապում է ինչ-որ հասարակական կարծիքի հետ, սա արդեն անթույլատրելի մի բան է, որովհետև նույն կարծիքներ կա Թուրքիայում, եւ եթե մենք կարծիքով առաջնորդվենք, ուղղակի պետությունները, հատկապես հարևան, իրար հետ հարաբերություններ չունեն։ Այսինքն սպասենք երկար թե կարճ գործընթաց է, որը որ հուսով եմ ինչ-որ պահի կտա արդյունք, որտեղ սահմանը հավերժ փակ չի կարող մնա։ Թուրքիան էլ այդքան պատճառաբանություններ անդադար չի կարողանալու միջազգային հանրության մոտ հիմնավորել, թե ինչի չի բացում սահմանը։ Եվ ամփոփելով Տիկին Մինասյան, Թուրքիան էլ ինչպես եւ Ռուսաստանը արևմուտքի իր հարաբերություններում նենց ինչ-որ խորը փիլիսոփայական այսպես շերտեր է, հա, իր հրապարակախոսությամբ, պատմագրությամբ, հա, սենց կուտակել մի քիչ էլ կոնսպիրոլոգիայի այսպես շլեյֆով, հա, դեռ տենց փիլիսոփայական ուղղություններով եւ այլն։ Եվ ահա Հյուսիսային Կիպրոսում տեղի են ունենում ընտրություններ եւ հաղթում է մի տեխնացու, որը, այսպես ասենք, այդ օսմանյան, նեո-օսմանյան
այդ մելանխոլիան, այդ սենտիմենտները շպրտում է մի կողմ, ուղղակի ասում եմ մենք բերեք մեր հարցերը նորմալ ձևով լուծենք, այլ հերիք այս ամեն ինչի տակից դուրս գանք ու կոպիտ ասած կաղզու վրա լինենք չուլան, հա, որ ամենաաբսուրդ բանն է, էլի։ Եվ դա մի, այսպես ասենք, մի փոթորիկ առաջացրել թուրքական քաղաքական դասի, մանավանդ նացիոնալիստների շրջանում, մամուլում եւ այլն, բայց փաստը տեղի ունեցել, սենց ասենք շրջադարձ, այն պարագայում, երբ հյուսիսային Կիպրոսում այդ 74 թվի ներխուժումից հետո, այսպես ասենք, Թուրքիայից դուրս եկած հազարավոր մարդիկ են եկել, այսպես ասենք, բնակվելու տեղ, որ դրանք կիպրացի էլ չեն, էլի, հա, բայց այնուամենայնիվ մարդիկ քվեարկել են այնպես, ինչպես քվեարկել են, տեսնելով, թե ինչ առաջընթաց է ապրում հունական Կիպրոսը եւ ինչ նշանակություն է ձեռք բերում այն Եվրամիության համար, ըստ էության լինելով մերձավոր արևելքի հարևանը ավելի շատ, քան Եվրոպայի, հա, եւ մերձավոր արևելքին ավելի մոտ է, քան Եվրոպային, աշխարհագրորեն։ Եվ Հայաստանն էլ մենք տեսնում ենք, որ բոլոր ոլորտներում համագործակցում է Կիպրոսի հետ, հենց վերջերս էլ անվտանգության խորհրդի քարտուղարները հանդիպեցին, մի խոսքով, համեցեք։ Այսպես ասեմ, որ Հյուսիսային Կիպրոսի խնդիրը իհարկե օրակարգում է եւ մի օր դա պայթելու է Թուրքիայի համար եւ պայթելու է որպես խնդիր եւ կարծում եմ Թուրքիայում ձևավորվում է այն մտայնությունը, որ իրենք չեն կարողանալու պահել Հյուսիսային Կիպրոսը։ Ինչած նշեմ, որ այդ քննարկումները վերջին 4-5 տարիների ընթացքում է շատ ակտիվ։ Հատկապես 2020 թվականից սկսած, երբ որ թե արևմուտքը ըստ էության հստակ իր դիրքորոշումը ասել է Կիպրոսի հետ կապված եւ ժամանակին անգամ խնդրի լուծման համար առաջարկում էին միավորում երկու Կիպրոսների ֆեդերատիվ հիմքով եւ այդպես ընդգրկել Եվրամիության կազմում, որը որ ըստ էության Թուրքիան չթողեց, չհամաձայնեց Թուրքիան։ Եվ հիմա Կիպրոսում շատ հետաքրքիր, այո, այսպես զարգացումներ ա գնում։ Իրականում Կիպրոսում տեղի ունեցած այդ մի այսպես տեղական լոկալ դեպք է, որը գալիս է Թուրքիայից է պրոյեկտվում այնտեղ։ Այսինքն այդ նույն խնդիրը, այդ նույն քննարկումներով կա Թուրքիայում։ Տեսեք, այնտեղ հաղթեց հանրապետական կուսակցության ներկայացուցիչը։ Այսինքն գլխավոր ընդդիմության Քեմալի կուսակցության։ Եվ նրանք իրենց քաղաքականության հիմքում հստակ դնում են, որ Թուրքիան, եթե ուզում է լինի ժամանակակից, զարգացած եւ այլ այս տիպի պետություն, ուրեմն Թուրքիայի ապագան Եվրամիության հետ է, ոչ թե մերձավոր արևելքում է, ոչ թե, չգիտեմ, Աֆրիկայում գնալ ռազմաբազաներ դնելն է, ոչ թե թուրքական աշխարհն է, որը որ անդադար Էրդողանը խոսում է, այո, բոլոր տեղերում կարելի է պրագմատիկ հիմքերով զարգացնել որոշակի հարաբերություններ, բայց Թուրքիայի տեղը դա ըստ էության, որպեսզի Թուրքիան նաեւ այդ ընդհանուր մեր պատկերացրած այդ մուսուլմանական աշխարհից տարբերվի, հա, ինչպիսին արաբական երկրներն են, ինչպիսին Իրանն է, Իրաքն է եւ այլն, այսինքն այս ընդհանուր մուսուլմանական երկրներից տարբերվելու գիծը, որը որ Քեմալը դրել է, դա Եվրոպային մոտ Թուրքիան է։ Այսօր չկա այդ Եվրոպային մոտ Թուրքիան կամ շատ քիչ բան է մնացել այդ Թուրքիայից, որը որ բնականաբար անհանգստացնում է առաջին հերթին քեմալական կուսակցությանը։ Եւ այս կրկնեմ, ուրեմն Թուրքիայում տեղ ունեցածի լոկալ արտահայտություններ այնտեղ, որտեղ ընդդիմությունը, այո, քեմալի կուսակցությունը, հանրապետական ժողովրդական կուսակցությունը ողջունեց այնտեղ տեղի ունեցողը եւ նշեց, որ եթե մենք վաղը գնանք ընտրությունների, նույն բանը Թուրքիայում տեղի կունենա։ Իհարկե ես մի քիչ սրան վերապահումով եմ մոտենում, բայց այնուամենայնիվ, այսինքն ճանապարհը խնդրից դուրս գալու տեսնում է ընդդիմությունը հատկապես այսպես։ Ազգայնական շրջանները, հատկապես Բահչելիի ելույթը եւ նրա ներկայացրածը հենց վկայում են խիստ անհանգստությունը, որը արդեն ձևավորվել է նրանց մոտ, եւ բացի այդ Հյուսիսային Կիպրոսի նկատմամբ
հետաքրքրությունը առաջին հերթին Իսրայելը վերջին շրջանում անդադար Թուրքիային հենց առաջին դա է ուրեմն մատնացույց անում եւ կարծում եմ նաեւ արևմուտքի հետ ունի որոշակի այսպես ընդհանրություն այսինքն խնդիրը որը պետքա լուծվի որովհետեւ չճանաչված պետություն է ուրեմն եւ հարցը որը որ ընդհանուր աշխարհակարգի մի մաս պետք է կազմի, իսկ ես կարծում եմ մենք տեսնում ենք թե ընդհանուր աշխարհակարգի կերտողները ինչպիսի վերաբերմունք ունեն նման ուրեմն հատվածների նկատմամբ։ Դրա համար շատ այո, շատ այսպես Թուրքիայի համար անհանգիստ վիճակ է եւ տեսեք օրինակ Բահչելին իր խոսքում անգամ ասում էր որ ըստ իզուր չենք միացրել Թուրքիային եւ այլն եւ սա իհարկե երկարատև գործընթացի մասին կարելի է այստեղ խոսել եւ միայն այս ընտրություններով հարցը չի լուծվի որտեվ Թուրքիան այնտեղ Թուրքիա պետությունը այնտեղ ունի շատ մեծ ինստիտուցիոնալ ազդեցություն եւ ռազմական ներկայություն նաեւ այո ռազմական ներկայություն, այո, այստեղ ուղղակի արդեն մնացածը կախված կլինի թե ինչ իրադարձություններ ինչ ճանապարհով կգնան, որովհետև վերջին այս իրադարձությունները ցույց են տալիս, որ փաստորեն արևմուտքը այս Թուրքիայի հետ առայժմ որոշակի համագործակցության է գնում եւ տեսեք անգամ աչքա փակում Թուրքիայի ներսում տեղի ունեցածի վրա, ինչա տեղ ունենում Թուրքիայի ներսում փաստացի աչքը փակ է պահում եթե մենք թերթում ենք մամուլը համաշխարհային խոշոր մենք չենք տեսնում որ քննադատական բաներ կա Թուրքիայի հասցեին բայց իրականում շատ լուրջ ընդդիմության ընդհանրապես ազատ խոսքի հետ կապված շատ լուրջ սահմանափակումներ կան եւ այս ամբողջ ինչ-որ գործընթացը որը որ կարծում եմ առաջիկա տարիներին միայն ի հայտ կդառնա թե ինչա պետք սպասել Շատ շնորհակալ եմ Տիկին Մինասյան ձեր այս շատ կարևոր դիտարկումները, գնահատականները եւ տեղեկությունները մեր հեռուստադիտողին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար միշտ ուրախ եմ ձեզ տեսնել, մինչ նոր հանդիպում, ամենայն բարի։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Մենք լսեցինք մեր գործընկեր թուրքագետ Թուրքիայի քաղաքականության հարցերով փորձագետ Նելի Մինասյանին, լսեցինք իր դիտարկումները կապված Թուրքիայում եւ Թուրքիայի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձությունների հետ։ Այսօր թերևս այսքանը հարգարժան տիկնայք եւ պարոնայք կհանդիպենք արդեն վաղը, խաղաղություն եւ բարի նոր ձեզ։